Ուզում եք մարդուց վրեժ լուծել ամենասարսափելի ու դաժան ձևով, որին նա երբեք չի կարողանա փոխադարձել։ Իմացեք, վրեժի ամենասարսափելի տեսակը մոռացությունն է։ Երբ մեկը վիրավորում կամ նվաստացնում է քեզ, կարող ես ցույց տալ, որ իրեն ոչ թե չես հիշում, այլ չես էլ ճանաչել։ Երբ կհարցնեն այդ անձի մասին կամ կհիշատակեն իր անունը, բացահայտ ցույց տվեք, որ չեք ճանաչում նրան, ինչպես կանեիք ցանկացած անծանոթի մասին լսելիս, ու դա արեք առանց որևէ արհեստական զսպվածության։ Պարզապես ասեք, չեմ ճանաչում, դա այն սև մազերով կինն էր, որ նստած էր դրան կողքին։ Անունն ինչ էր։ Հա, ծանոթ չէ։ Շարունակեք պատմել, չճանաչեցի։ Իրենց մոռանալը ամենացավոտ արձագանքն է, որին սակայն նրանք չեն կարող հակադարձել, որովհետև իրենք ձեր մոռացության ներքո վերածվում են չկայացած բանսարկուի, ով հիմարի նման փորձում է ցույց տալ իբր ճանաչում է անծանոթներին, դեռ մի բան էլ բացասական տեղեկություններ ունի իրենց մասին։ Սա կրկնակի վատ դրության մեջ է դնում բանսարկուին, որովհետև այդ դեպքում նրանց ուսերին դրվելու է չգրված եւս մեկ պարտականություն։ Դեռ պիտի ջանքեր անի ապացուցելու, որ ձեզ ճանաչել է, այլապես խայտարակ կլինի մյուսների մոտ։ Կարծում եք այս մեթոդը խեղկատակություն է։ Այլ մեթոդ գիտեք նրանց ավելի ցածրացնելու այնպես, որ ինքներդ էլ չիջնեք ձեր դիրքից։ Եթե ոչ, ուրեմն մոռացությունը վրեժի ամենացավոտ տեսակն է։ Մոռացեք ձեզ վիրավորողներին, նախ դրանով կազատեք ձեր միտքը։ Բացի այդ, կզինաթափեք նրան եւ կզրկեք ձեզ բամբասելու եւ ձեզ ճանաչելու հնարավորությունից։